հավաքների ազատության մասին օրենքի 31-րդ հոդվածում նշված է, որ եթե ոստիկանությունը հավաքի ղեկավարին փոխանցում է որևիցե հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացն ապահովելու վերաբերյալ պահանջ, պարտավորեք դուք այդ դեպքում հավաքի մասնակիցներին փոխանցել դա, որովհետեւ չփոխանցելու դեպքում դուք ձեր պարտականություն չեք անում, դա առանձին պատասխանատվություն է սահմանում։ Մենակ ինքը չի ասում։ Բոլորն կանեն, եթե հիմա կազմակերպչի մասին ենք խոսում, խնդրում եմ չընդհատեք, կավարտեմ, ձեզ կլսեմ կամ ձեր հետ էլ կարող խոսեմ, ոչ մի խնդիր։ Ես այսքանը պետք է ձեզ ասեի, հարգելի Արմինե, եւ օրինական պահանջը ներկայացնեի, որովհետեւ հայտարարությունը կատարվեց ձեր կողմից բարձրախոսով, նաեւ մի բան էլ ասեմ, չնայած մուտք ու ելքերը փակ չի, մարդիկ կարողանում են մտնել եւ դուրս գալ, այս մասով խախտում չկա, բայց բանը, քանի որ նման հայտարարություն եղավ, բայց փաստացի չարվեց, հիմա մարդիկ մտնում դուրս են գալի, իմացեք, որ հավաքների ազատության մասին օրենքի 30-րդ հոդվածով հավաքի մասնակիցները բոլորը պարտավոր են մուտք ու ելք չփակել հարակից շենքերի, հավաքի ղեկավարը նույնը, պետք է խոչընդոտներ այդ առումով ստեղծի, ոստիկանությունն էլ եթե նման փորձ կատարվեց, պետք է ապահովի ազատ մուտք ու ելքը շենքի։ Բոլոր մուտքերի, միայն շենքի մասին չի, հարակից էլ մարդիկ որ մտնեն դուրս գա։ Մենք հիմա փաստացի ձեզ ներկայացնում ենք օրինական պահանջ չփակել փողոցը, ավելի ճիշտ կասեի, երևի թե փողոցան, չէ։ Երթևեկելի հատվածի մասին է բնականաբար խոսքը, սա մեր օրինական պահանջն է։ Okay, հիմա կամ ես խոսեմ, ես ձեզ նայեք, ես չգիտեմ այդ օրենքներ եւ այլն, խի, որովհետեւ ես նես չի ինչ-որ կազմակերպված, ինչ-որ հանցագործ խմբի ղեկավար եմ, եկել եմ ստեղ ինչ-որ ապօրինություններ եմ անում, ես եկել եմ իմ բողոքի ակցիան եմ անում, որովհետեւ ոնց որ դուք եք աշխատում, նույնիսկ ուզում եմ ես աշխատեմ ու այսքան մարդ աշխատի։ Հիմա այս մարդկանցից խնդրում եմ, մեկը իջնի, եթե այսքան մարդու բանատեղ չեն դնում, չեն իջնում, ինչի համար ես պետք է կներեք էլի 1000 անգամ լսեմ ձեզ, ոչ թե լսեմ ձեզ, այլ այդ օրենքներով շարժվեմ։ 2018 թվականին ես նոր էլ հայտարարեցի, ես այն կարկառուն ներկայացուցիչներից եմ եղել փողոց հափագել է սարելենը, այդ ժամանակ իրան կարելի էր, ինքը եկավ իշխանության, հիմա մեզ չի կարելի, հասկանում ենք, չէ։ Հիմա ինչ անեմ, լավ, ինչ քայլ անեմ, որ ընդեղից մեկը իջնի, ինձ լսի, ուй չեմ ուզում Համլետ Նազարյանը իջնի, որովհետև Համլետը բացատրել է, որ ինքը էլ իրավասու չի։ Ուզում եմ վերևներից, ոնց որ Համլետն ասել, վերևներից երբ որ ինձ կասեն, այն ժամանակ ես դες կգնամ։ Հիմա մեկը թող վերևներից լայա անի, իր հովսենյակից իջնի այս արևի տակ, պատասխանի մեր հարցերը, մենք է սուս ու փուս թողնենք դուրս գալ։ Ոչ խախտումներ անենք, ոչ ձեզ վատդրության մեջ ենք, ոչ մենք վատդրության մեջ ենք։ Եթե դուք կարաք օգնեք, որ ինչ-որ մեկը իջնի մեզ լսի, մեր խոսքը լսի, որ մենք մեզ տենց անտեսված չզգանք, էլի որոքի պես, все-таки բոլորս ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կխնդրեմ միջնորդեք։ Ես ձեր սկզբից գամ ասացին, դուք ասացիք ման ոստիկանությունը, դուք տեսաք, որ ի սկզբանե չի միջամտել բացարձակ, որովհետև հավաքների ազատության իրավունք ունեք դուք բոլորը։ Եվ այդ մասով մենք միշտ աջակցողի դերում ենք եղել եւ այսօր եւ նախորդ օրերին։ Մեր մոտեցումը այդպես է միշտ եղել։ Փորձել են ընդունելություն կազմակերպել, միջնորդել են, խումբ ենք օգնել, ձևավորել եք եւ այլ։ Ինչ հնարավոր է մենք տարել ենք, որպեսզի խնդրի լուծման գնա։ Ընթացքում ոնց որ որոշ տեղեր, չգիտեմ, լուծեցին, ինչ-որ աշխատանք մարդիկ կան, արդեն գնում են աշխատանքի, բայց մեծ մասը երևի չի գնում։ Այդ խնդիրը ժամանակ պահանջող խնդիր է իմ դիտարկմամբ, չնայած իմ գործառույթը չի։ Սա ուղղակի ձեր, քանի որ խոսեցիք, պատասխանում եմ։ Եվ կարծում եմ, որ ընդեղից ոնց որ թե ասել են, ում տիրույթում է գտնվում հարցը։ Ես օրինակ ժամանակը հասկացանք 3 օրից ըլում արդեն մի ամիս։ Մի ամիսա այդ ժամանակը չեն կարում քննարկեն, որ տենանք երբ է լինում։ Մեր հարցը ընդամենը գիտեք որն է։ Քննարկեք ձեզ ինչպես դիմեմ։ Զարգիս ջան։ Պետք է քննարկի հակակոռուպցիոնը, ինձ թվում է, քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտել ենք գնացել, ընդեղ են, չգիտեն ինչ պատասխան։ Ընդեղ մեր իրավասության տակ չգալիս ենք ստեղծված այդ ամեն ինչը, որ մենք հասկանանք ի վերջո երբ է բացվելու մեր գործարանները։ Կոմիտե երբ եք գնացել։ Ամեն անգամ։ Անցած ուրբաթ եմ գնացել։ Ես կարծում եմ, որ դիմում նամակներ գիտես ինչքան ենք տվել, որ հələ որ անպատասխան է մնացել։ Ես ճիշտ ասած լավ կարելի է այսքան ժողովրդին կանգնած տել այս արևտակ ու ոչ մի պատասխան չտալ։ Արմինեն չի խոսում, լավ, հեսա ես եմ սկսելու խոսամ։ Եթե Արմինեի հետ խնդիր կա,
Չէ, Արմինե։ Դե ուրեմն բերեք ժողովուրդ ջան, բերեք տնից անեք այս մարտի գոնե աշխատատեղ ունենան, կարենան իրանց հոգսը անեն, կարենան իրանց ընտանիքները պահեն, ուրիշ բան չեն ուզում։ Ես այսօր Հիմա լավ դուք Մենք ինչ անենք, մեր տեղը դուք լինեք, ինչ կանենք։ դուք մեզ պաշտպանում եք, եթե հրաման չեք կատարում, Քննչական կոմիտեն ոչ մի պատասխան չի տալիս, այստեղ մի մարդու պատասխան դիմում գրեք, ինքը պատասխանում մեր հիմնարկները վերաբացել սկսենք աշխատել։ Այդպես չի կարելի, չէ՞։ հա նայ ցավոք Ես լսում եմ, ես լավ հասկանում եմ։ Կան որ Ինչն է վերաբացվել։ վերաբացվել է այն, որ ապօրինի պետականացում։ Որը որ 3 հիմնարկություն։ հիմա ես շատ լավ եմ ասեմ մարդիկ հիմա աշխատեն, թե Չէ, դուք ասում եք կամ բացառած, ես ձեզ բացատրում եմ։ քանի որ քաղաքացիները ասում եք մնացել են առանց աշխատանքի, մենք կոչնդոտված է կարա ինչ են մնացածը անվերջ կքննարկենք, եթե չենք օրինակ նրանով որ բայց ինչ վերաբերում է Սարգսի ասածին, իմ կարծիքն եմ ասում, ներսից որ ասեցին, եթե քննչական կոմիտեի հավաստում ուրեմն պետք է քննչական կոմիտեի հետ հարցը քննարկել։ Լավ, Մնացածը կոմիտեն ասում է չգիտեմ երբ, կառավարությունը ասում է չգիտեմ երբ։ Ո՞վ է պատասխան տալու։ Քննչական կոմիտեին դիմում գրեք, ասում եք մեռանք դիմում գրելով, եղբայր գրած են սաղ դիմումները ներկայացված են։ Ասում են, օքեյ, պայմանավորվեցինք, որ ինքը այսօր մեզ կասել, վաղը որ ժամին է ընդունելու, մեզ ասի, երբ է բացվելու մեր հիմնարկությունը, Նազարյանը։ Ու Նազարյանը քիչ առաջ ասեց, չեմ կարող ասել։ Ես ձեր համաձայնում եմ, երբ որ բայց ես այս մարդկանց ինչ ասեմ։ հիմա դու տենես լավ, որ եկեք սենց ասեմ, ես իմ դիրքորոշումը ասացի, ըստ էության նույնիսկ կարող է այդքան պետք է չգործավարվի, ես ես խորհրդան, որտեղ դա ձեր գործն է։ Ես շնորհակալ եմ, որ ասեցիք այդ ամեն ինչը, իհարկե։ հիմա հիմա նույն բանը ասում այդ տիրույթում Մենք խոսում այդտեղ ենք, նամակները ինչի համար ենք սա գնացել խոսում, որտեղ մենք չենք Լավ, հիմա մեր հարցը քննչականում է, այդքան քննչական է։ Իմ ամբողջ ես խոսելու իմաստը գիտեք ինչու՞մն է, որ ես չեմ ցանկանում որպես ոստիկան եւ նաեւ շարժում եմ օրենքով ոչ միայն ուժ հարկադրանքի միջոց կիրառեմ ձեր նարմամբ եթե կլինի իրավախախտում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ բանը չհասնի դրան։ Ամբողջ մեր նպատակի դրույթը դա բոլոր մեթոդները կիրառելու ենք համապատասխան միասին արևի տակ, որպեսզի հարկադրանքը չհասնի անին։ Պարոն Պողոսյան, թե Պետրոսյան, պարոն Պետրոսյան ջան, խնդրում եմ, որպես ղեկավար այս ամեն ինչի, խնդրում եմ, մեկն ու մեկին ասեք ով ինչն է։ Ընդամենը այդ եմ։ Մենք խոստանում եմ փոխանցեմ, ես չեմ, ինչ որ ասում եմ փոխանցեմ։ Քիչն են թե չեն իշնի, դա արդեն իմ գործը չի։ Իմ գործը նա է, որ ամեն ինչ անենք չհասնի հարկադրանքի։ Ամբողջ պատասխանատվության չունենք։ հիմա ցավոտան հիմա դուք Հավատացեք, կարանք մենք այդ խնդիրը ճանապարհորեն, բայց մենք ձեր այդ պատրաստ ենք մնալ, սպասել, ծառայել, ձեզ էլ աջակցել ինչով հնարավոր է, որ ձեր հավաքը ընթանա, բայց օրենքով։ Խաղաղ օրենքի սահմաններով։ Եթե ձեզ ասում են, որ այս Ես վերև չեմ բարձանում, ես տեղից եմ խոսելու, ես չեմ բարձանում վերև։ ավել բան չեմ կարող։ Հիմա նայեք, դուք ասում եք, եթե ճանապարհը փակեցիք, խոչընդետ ունեք։ Լավ, այսքան ժողովուրդ հիմա սոված կանգնացել խնդրի առաջ։ Ինչ անեն, լավ։ Ինչ անեն։ Մերնենք ես այս ժողովուրդը ինչ անեն։ Շատ դիմումներ են գրել, շատ պատասխան չկա։ Կոմիտեն այնպես չի ես հավաքեմ Քնչականը կարա իմանա օրինակ համար պլանավորած գործողություն։ Լավ, նամակներին քննչականում չեն կարա։ ձեր հավաքը ոնց որտեղ ինչքան ոժամին ինչ անցկացնա։ Դա ձեր գործն է։ Իհարկե հարցի սահմանում ես պարտավոր էի գալ, քանի որ հայտարարությունները ինչ է աշխատանք միջամտենք։ Կարանք օգնում ենք, չէ՞ չենք միջամտում։ Եկանք որ այս ամեն ինչը ես ձեզ փոխանցեմ։ Ինչ վերաբերում ասելու ես հենց հիմա նորից կմտնեմ ես կարամ փոխեմ դրան, որտեղ մեր նպատակը ձեր հետ միասին այս խնդրի լուծումն է։ Այստեղ մենք դուք չկա մեր նպատակը ձեր հետ միասին այդ ամեն ինչը լուծենք։ տվել են ձայնը բարգավաճ չի Եթե խնդիրը կլինի առանց օգտվելու ասեմ, հավաքի խոչընդոտող կլինի անց կլինի կմոտենա ինչ-որ մի բան չի եղել չնայած ստեղ, ես ինչ-որ ճիշտ չանեք, ես ասեմ ինչ է հելա, եթե պետք եղավ արտադրանքի իրար ամեն դե հելա, բոլորի մեջ